Մեկս մյուսին չհայենք, ինչու անկարծ Նիկոլ Փաշինյանը այսպես որոշեց իր դիրքավորումը բանանել, հա, ինչպես Ռուզանն է ասում, ինչու որոշեց կիրթ դառնալ։ Թույլ տվեք չհամաձայնել ձեր տված ձևակերպման հետ, որովհետև վստահ եմ դուք շատ լավ գիտեք եւ վարչապետը կիրթ է եւ կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ տվյալ պահին եւ եթե մարդու ընտանիքին բարբերաբար կպնում են եւ դուք նաեւ որպես լրագրողներ դա չեք դատապարտում եւ ինչ որ պահի երբ հակառակը ինչ որ պահից սկսած մարդը այն դեպքում երբ իր ընտանիքին շարունակում են նորից վիրավորել հայոյախառն արտահայտություններով եւ դրան արձագանքում է եւ դուք սկսում եք քննադատել, ես կարծում եմ, որ պետք է երկու կողմն էլ ճիշտ ներկայացնել։ Եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև եկեղեցու մասին խոսք լինել չի կարող, որովհետև այս process-ները, որոնք տեղի են ունենում ոչ թե եկեղեցու հետ է, այլ եկեղեցական որոշակի գործիչներով է պայմանավորված եւ եթե նախկին սրբազանը ահաբեկչական ակտ է ձեռնարկում եւ դա բացահայտվում է, կարծում եմ խնդիրը այլ տեղում է եւ ես կարծում եմ, որ Աստծո տանը ծառայող մարդիկ պետք է ծառայեն Աստծուն եւ որևէ այլ process-ով չզբաղվեն, առավել ևս չզբաղվեն ահաբեկչություն, բայց հենց նույն գլխավոր դատախազությունը 2023 թվականին, երբ որ Դանիել Իոնիսյանը պաշտոնական գրություն էր ուղարկի ասել էր, որ Միքայել Սրբազանը ռազմական հեղաշրջման մասին ահաբեկչական հայտարարություն է տածում, ասել էր արարքը հանցանք չէ։ Իսկ հիմա գլխավոր դատախազությունը առաջ է քաշում, ոչ հիմնավոր մի փաստարկ ասում է նոր լույսի ներքո հանցագործություն է։ Սա է Հայաստանի Հանրապետության արդարադատությունը, այսպես են քրեակատարողական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության արդարադատությունը առավել քան անկախ է եւ 2023 թվականից հետո էլ մի շարք հոգեվորական ինչու նախկինում չէ Միքայել Սրբազանին Նիկոլ Փաշինյանի գրառումից հետո փաստաբաններն են արձանագրել հենց Նիկոլ Փաշինյանի գրառումից չէ թույլ տվեք ավարտել 2023 թվականից հետո էլ արվել են մի շարք հայտարարություններ հենց հոգեվոր գործիչների կողմից որոնք հիմք են հանդիսացել այն process-ների, որոնք տեղի են ունեցել։ Պարոն Բակոյան, ձեզ չի մտահոգում, որ անընդհատ այս նմանատիպ գործերը նույն անունը հասակներն Մասիս Մերմենյանին են, հա, անընդհատ մակագրվում այս գործերը, որը Հանրապետության կուսակցության նախկին անդամ է եղել։ Սա արդյոք այսպես արդեն որոշված չէ, որ միանգամից նա կալանք կտա։ Նարեկ ջան, Հայաստանի Հանրապետությունում դատական համակարգը առավել քան անկախ է, առավել քան երբևէ անկախ է եւ որևէ մեկը չի կարող միջամտել եւ ազդեցություն ունենալ մի միջամտել։ Բայց ովքեր են որևէ մեկը չի կարող ազդեցություն ունենալ դատարանների վրա եւ դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական process-ների, որոնք գուցե նաև մեր սրտով տեղի չեն ունեցել։ Դատավորին է, հա, մակագրվում, դա դուք արդյոք հարցեր չի առաջացնում ձեզ, ինչպես է լինում, որ քաղաքական Գիտեք, մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ Դուք չեք մարդու Նորից եմ ասում, ես ժպիտով կվերաբերվեմ անջան քո ասացին, բայց այն ինչ դուք ասում եք, որ մեզ չի ուզում, մեզ մի շարք հարցեր պարբերաբար հուզում են եւ ոչ միայն մի շարք, բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում եւ կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր Ձեզ չի հուզում, որ Մայրաթոռը ԱԱԾ-ով ոստիկանական մեծ խմբով գնացին եւ շատերը դա գրող որակեցին։ Դա ձեզ բոլոր այդ
ինչպես եք դուք ներկայացնում, Օրինակ ես կարծում եմ, որ ներողություն հավել եմ ասում էր, որ մոլի նիկոլականներ էլ կային, ովքեր եկել էին պաշտպանելու եկեղեցին հարձակումից։ ներեցեք, բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մոլի չեմ բնորոշի եւ հետեւաբար թույլ տվեք զերծ մնալ։ Հիմա ինչպես է գնահատում այդ գրոհը հարձակումը, ինչպես է գնահատում այդ իրավիճակը։ Դուք կադրերը տեսել եք, դուք այնտեղ չեք, դուք հիմա նույն բառապաշարով եք խոսում, ինչ երեք Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն էր խոսում եւ պարոնակ կապ եմ տեսնում դրա մեջ։ Կապարակվեցին սոցիոլոգիական հարցման տվյալներ, համաձայն որոնց եկեղեցին համարվում է Հայաստանում հանրության շրջանում ամենաբարձր հեղինակությունը վայելող կառույցը։ Քանի որ գործընկերներս եկեղեցու սպասավորների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը համարում են հարձակում, արշավ եւ այլն, մենք չենք համարում դա մի հարց այս համատեքստում, եթե եկեղեցին ամենաբարձր հեղինակությունն է վայելում, ինչու հանրությունը փողոցները չի փակել ի պաշտպանություն եկեղեցու եւ այսպես սպոնտան ինքնաբուխ շարժման նորից թույլ տվեք նորից եւ կոնկրետ հոգեվորականների պաշտպանությունը ինչու են փողոցները այս անգամ դատարկ նորից թույլ տվեք չհամաձայնել, որ որևէ հարձակում որևէ տեղի վրա, այդ թվում եկեղեցու վրա չկա, կա հարց պայմանավորված մի շարք հոգեվորականներով, ովքեր հեղաշրջման կոչեր են արել, ովքեր պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել, խոսքը սրա մասին է եւ կան գործիչներ, ում աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ եւ տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։ Նոր բարձր հեղինակություն վայելող գործողությունները սրբապղծություններ մայրաթորի հետ։ Գիտեք, ես ուզում եմ այն քաղաքական գործիչներին, որոնք գոյություն չունեն, չմեկնաբանել։ Թույլ տվեք ես ավարտեմ իմ հարցի պատասխանը։ Բայց դուք չկարողացիք ես ավարտել։ Համեցեք։ Պարոն Բաքրյան, վերադառնալով իմ հարցին, պարոն Բաքրյան։ Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին եւ հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, ովքեր իրենց սպառել են եւ քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում եւ որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարար եղած ժամանակ եւ ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում եւ ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավոր են զբաղվել նաեւ այս քաղաքական գործիչներով եւ այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից յուրաքանչյուրից, պետք է վերադարձնեն, կրկնում եմ, պետք է վերադարձնեն ժողովրդին եւ պետությանը։ Փաշինյանի մեկ հրահանգով Սամվել Կարապետյանը ձերբակալվեց, այնուհետև կալանավորվեց, հիմա հեծն եք այստեղ խլելու հարցն եք քննարկելու ու խոսում եք արդարադատությունից։ Ընդամենը մեկ հրահանգով դուք ԲԴԽ նախագահ եք փոխում, ընդամենը մեկ SMS-ով, ինչի մասին է խոսքը։ Ինչ արդարություն։ Ես ձեզ օրինակներն եմ բերում, այս տիրույթումա ձեր արդարությունը։ Ձեր հարցը կձևակերպեք։ Ես ասում եմ, նշված օրինակների տիրույթում է ձեր արդարադատությունը։ Խնդրում եմ հարցը կոնկրետ ձևակերպում եմ։ Ձևակերպեք։ Կոնկրետ ձևակերպում եմ հարցը։ Ձևակերպեք։ Արդարադատությունը մեկ հաղորդագրությամբ եւ մեկ գրառմամբ Սամվել Կարապետյանին ձերբակալելով էլ դրսևորվում, հեծը նրանից մեկ հրահանգով խլելու փորձերով է դրսևորվում։ Դուք նորից իրականությանը չհամապատասխանող հարցադրում եք անում եւ էմոցիաները կամ խնդրում եմ բայք հետո կարդաք որն է էմոցիան ես ասում եմ ուղիղ գրառումներ են եղել ասում եմ գործ անջան հարց եք տվել
Հարցը չեք պատասխանում։ Հարց եք տվել։ Դե պատասխանեք հարցին։ Անջան, ես եմ որոշում պատասխանել թե չէ, սա Դե ասեք չեմ պատասխանում, Անջան, կլինի, ոչ թե- որ դու հարցը տալուց հետո, դուք հարցը տալուց հետո բարի լինեք լսել իմ պատասխանը։ Կլինի, որ դուք լսեք։ Բայց ինչու Բայց Կլինի, որ պատասխանեք, լսեք, խնդրում եմ, կլինի, որ լսեք։ Դուք նոր էմոցիաներից եք Կլսեք, խոսում, հիմա կլսեք դե պատասխանը։ ասեք։ Դե խնդրում եմ լսեք, հարց եք տվել, բարի եղեք լսեք։ Սամվել Կարապետյանի մասով ես չեմ կարծում եւ չեմ համարում, որ մեկ գրառմումով դա տեղի ունեցել։ Ես կարծում եմ դրա մասին պարզաբանումներ տրվել են եւ այնինչ հեծը իր գործունեության ընթացքում հատկապես վերջի շրջանում իրականացնում էր, դրանք վիճահարույց են եւ խնդիրներ կար եւ նաեւ հանձնարարված էր, որպիսի հեծին Հեծը այլևս մի ամսվա ընթացքում այն խնդիրները, որոնք գոյություն ունեն եւ այն անջատումները, որոնք տեղի են ունենում, մի ամսվա մեջ ժամանակ էր տրված, որ դրանք կարգավորվեն։ Բայց դրանք չեն կարգավորվում։ Երբ որ այդ մի ամիսը ավարտվել է, այդ հենց ավարտվելու ժամանակահատվածում նաեւ հեծի սեփականատերը քաղաքական հայտարարություններ է անում ըստ էության այն խնդիրները, որոնք չեն լուծվել հեծում եւ տրված մի ամիսը երբ լրացել է եւ հետեւաբար հարցեր էին առաջանալու հեծի հետ կապված եւ քաղաքական հայտարարությունները արվում, որպեսզի պայմանավորեն քաղաքական դրդապատճառներով հեծի ազգայնացման ծրագիրը։ Սա այն պատասխանը, որ տեսեք, դուք ասեցիք, որ մեկ ամիս ժամանակ է տրվել, որ ըստ էության այն արկա խնդիրները, որոնք կային հեծում, լուծվեն, չեն լուծվել։ Կառավարության 5-ամյա ծրագիրը մեծ մասամբ չի իրականացվել։ Ինչ պետք է հետևի այս գործընթացին։ Կառավարության 5-ամյա ծրագիրը ընթացքի մեջ է եւ 2026 թվականին Կառավարության 5-ամյա ծրագրում Արցախը ներառված է։ Ես խնդրում եմ 2026 թվականին նոր ավարտվում է եւ ասել, որ 2025 թվականին դեռ ավարտված չէ կառավարության 5-ամյա ծրագիրը, կարծում եմ դեռ շուտ է։ Այսինքն դեօկուպացիայի սպասենք, դեօկուպացիայի Արցախի սպասենք, Շուշիի Հադրութի դեօկուպացիայի սպասենք։ Կարծում եմ Լեռնային Ղարաբաղի մասով հարցերը դրանք ստացել են բավարար պատասխաններ եւ հիմա եթե որևէ այլ հարցեր ունեք, ապա խնդրում եմ։ Դուք դատական եւ իրավական համակարգի անկախությունից եւ արդարությունից եք խոսում, նաեւ այստեղ մեր հնչեցրած հարցերին պատասխանացում եք էմոցիոնալ է, չոր իրավական տերմինաբանությամբ եթե գնանք, Միքայել Սրբազանի վերաբերյալ քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, այդ ընթացքում նա չի ծանուցվել եւ միայն հունիսի 25-ին ազգային անվտանգության ծառայությունը տեղեկանալով, որ նա գտնվում է Վեհարանում, հարցակում են իրականացնում Վեհարանի վրա։ Հիմա սա է ձեր պատկերացրած եւ սա է իրականացնում Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական համակարգը։ Եթե ես չեմ սխալվում, իրավապահները դրա նախորդող գիշերը եղել են Առաջնորդարանում նույն օրը առավոտյան են եղել եւ Միքայել Սրբազանը չի ծանոթվել։ Առաջնորդարանում, այլ եթե ես չեմ սխալվում, եղել են Գյումրի քաղաքում եւ արդեն առավոտյան նաեւ տեղիկանալով, որ Միքայել Սրբազանը գտնվում է այդ վայրում, այցելել են Չէ, դուք դեպքերը խառնում եք, բայց ես ձեզ ասում եմ, Միքայել Սրբազանը չի ծանուցվել։ Քրեական գործը հարուցվել է հունիսի 17-ին, նրանք միայն որոշում են հունիսի 25-ին ձերբակալել։ Ձեր հարցին հստակ հետեւյալ կերպ պատասխանեմ, որ դատական համակարգը որևէ մեկի կողմից չունի ազդեցություն եւ ձեր այս հարցը հստակ ուղղված է դատական համակարգին եւ այն մարմիններին, ովքեր այդ գործողությունները իրականացրել են։ Պարոն Բաքոյանի Դառնալով պարոն Բաքոյանին հարցին ձեր գործընկեր Գեղամ Մանուկյանը Միքայել Սրբազյանին ձերբակալելու օրը Մայրաթորի հնչող հողանջների ներքո ասում էր, որ ժողովուրդ դուրս եկեք փողոց տանուր Սարդարապատը։ Ինչն է պատճառը, պարոն Բաքոյան, որ 60 եւ ավելի տոկոս հեղինակություն վայելող կառույցի պաշտպանությունը չի ստանձնում նույն այդ կառույցի հեղինակություն այդքան բարձր գնահատած հանրությունին։ Ինչու ժողովուրդը դուրս չի գալիս ի պաշտպանություն եկեղեցու։ Դուք ունեք այդ հարցի պատասխանը։ Գուցե կոչանողների Ես թույլ տվեք այնինչ մտածում եմ դրա մասին չխոսեմ, բայց հանրությունը ինքն է որոշում դուրս գալ թե ոչ։
Պարոն Բակոյան, ինչ է կարծում հանրային վերջացրեցիք։ Արդյոք սրանից հետևում է, որ եկեղեցին որպես ինստիտուտ է հեղինակություն վայելում, բայց ոչ դրա սպասավորները, եկեղեցին միանշանակ հանրության կողմից որպես ինստիտուտ հարգանք այո վայելում է, բայց ես կարծում եմ մի շարք եկեղեցական գործիչներ, ովքեր դուրս են եկել իրենց հոգևոր ծառայության տիրույթից եւ քաղաքական գործունեություն են ծավալում եւ իրենց մասին մի շարք աղմկահարույց բացահայտումներ կան, կարծում եմ սրանով նաեւ պայմանավորված է հանրության որոշակի վերապահում հենց այս անձանց նկատմամբ։ Եզրակացնենք, որ եկեղեցականները հեղինակություն չեն վայելում, հետեւաբար դրանց պաշտպանության համար ժողովուրդը։ Գիտեք, եկեղեցականներ կան, ես տեսել եմ ինչպես են իրենք հոգևոր ծառայություն մատուցում եւ ինչպիսի կյանքով են ապրում եւ ես որպես աստվածավախ մարդ համբուրում եմ այդ եկեղեցականների աճը, բայց այն եկեղեցականները, ովքեր իրենց ծառայություն տիրույթից դուրս են, ես կարծում եմ պետք է զբաղվեն այն ամենով, ինչով որ սկսել են զբաղվել քաղաքականությամբ, բարի գալուստ քաղաքականություն եւ թող եկեղեցին էլ հանգիստ թողնի։ Ես կարծում եմ բավարար պատասխանեցի, բայց ես այս ընթացքում նաև միտք գեներացա, որի մասին կուզեմ խոսել եւ կարծում եմ արդեն ավարտում ենք։ Հենց իմ հարցի ժամանակ որոշեցիք այդ։ Նարեկ պատասխանեմ ձեր հարցին, բայց ինձ հետաքրքիր է, որ նաև մեր լրագրող գործընկերների կողմից հարցադրում է նաև հենց վերջի իրադարձությունների մասին այլ կերպ կամ այլ տեսանկյունից չբարձրաձայնվեց։ Այ օրինակ ինչպես կանխվեց նոր ահաբեկչությունը կամ արդյոք այդ ահաբեկչությունը, որ տեղի ունենար, ինչպիսի հետևանքներ կունենար։ Եվ ես այս հարցադրումները պարզապես չլսեցի։ Որերորդ գործնա, ինչ ճակատագիր են ստացել։ Դուք գիտեք, այս որերորդ գործնա Նիկոլ Փաշինյանի օրոք։ Բազեյանի գործը կա, իշխանազավթման հետ կապված, Տերևաթափի գործը կա, Աշոտ Երկաթենց գործը կա, ու բոլորը ու հանկարծ բոլորը մեծամասամբ ազատության մեջ են, բացի Սերոբ Գասպարյանի գործի։ Հասկանում եք, եթե այդքան ռեալ է տենց վտանգը, այդքան ռեալ է, բայց ծանր հանցագործները ինչ են անում է փողոցում։ Եթե տես ծանր հոտվածներ են, այդքան ռեալ է այդ վտանգը, այդքան շոշափելի է, ինչ են անում փողոցում։ Դուք ասում եմ ինչ են անում, գիտեք, այս որերորդ նմանատիպ գործն է։ Ուզում եմ ասեմ, դուք եք այս հոտվածները դարձրել եք sense ձեռքի հետ խաղալիք։ Այն կառույցներին, ովքեր զբաղվում են դրանով, ձեզ կպատասխանեն։ Ասում եմ ծանր հանցագործները ինչ գործ ունեն փողոցում։ Շատ լավ։ Պարոն Բակոյան, դուք ինչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի առաջարկած այս սցենարը աշխատելու է, թե չէ հանրային կոնսենսուսի գալ, ոչ հայոյանքներ չտալ միմյանց, դուք կարծում եք դա կաշխատի։ Գիտեք, շատ կարևոր է, որ հանրային տիրույթում քաղաքական գործիչների խոսքը շատ ավելի անաղարտ լինի, բայց ցավոք մենք նաև նկատում ենք, որ ընդդիմադիր մեր գործընկերները հենց իրենց կարևոր մեխերից մեկը գործունեության համարում են նաև նման գործելավոճը, հետևաբար ես իմ անձնական կարծիքն է, որ ընդդիմությունը իր որդեգրած քաղաքականությունից, գործելավոճից պայմանավորված նաև հենց իրենց բառապաշարով պարզապես չեն փոխել։ Եվ երբ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ով հայոյի համարժեք պատասխան կստանա, սա արդյոք չի նշանակում, որ պետությունը չի կարողանում իր քաղաքացիներին օրենքներով պաշտպանել, որ հայոյանքի դեմ, այսպես հայոյանքի մենք հայոյանքը քրեականացնող օրինագիծ բերեցինք եւ հենց մեր սիրելի գործընկերներ, լրագրող գործընկերները, քաղաքացիական ներկայացուցիչները, նաև բազմաթիվ քաղաքական գործիչներ, ընդդիմությունը քննադատում էր այս օրենքը, որը ամբողջովին կարողանում էր կարգավորել այս դաշտը, բայց ցավոք հենց ձեր ճնշման եւ մեր քաղաքացիական եւ մնացած գործընկերների ճնշման ազդեցության տակ մենք որոշեցինք, որ այդ փոփոխությունը պետք է իրականացնենք։ Երբ վարչապետն ասում է հենց ինձ հայոյեցիք, ես էլ ձեզ կհայոյեմ։ Գիտեք, երբ մարդու ընտանիք են մտնում եւ դրա մասին տարիներ շարունակ լռում են, ես կարծում եմ այստեղ նաեւ
Մարդու ընտանիքի անդամներն Ես են կարծում եմ, լավ չասեմ ում աջակցության անհրաժեշտությունը կար, բայց ես կարծում եմ, որ անընդունելի է մտնել մարդկանց ընտանիք, եթե խոսքը վերաբերվում է աշխատանքին, ապա այս մասով բազմաթիվ քննադատություններ կարող են լինել, բայց մարդու ընտանիք մտնելը դա բարոյականության սահմաններ հատելն է, եւ եթե կա մարդն էլ ընդունակ է համբերության եւ համբերության իր սահմանագիծը ունի եւ այդ սահմանագծից հետո ինքն է որոշում ինչպես պատասխանել այն հայոյանքներին կամ հայոյախառն քննադատություններին, որոնք ուղղված են իր ընտանիքին։ Եվ հետեւաբար ինչ որոշում էլ որ ինքը կայացնի, ես կարծում եմ այդ որոշումը իր եւ իր ընտանիքի համար արդարացած է։ Ներողություն, պարոն Բակոյան, դուք որ այսպես նեղվեցիք, հա, որ ասում եք չեք հարցնում, ինչպես է բացահայտվել։ Ես չեմ նեղվում, ես պարզապես դրա մասին ինչպես է բացահայտվել։ Գուցե նաև նեղվում եմ եւ ցավ եմ ապրում։ Լավ, արեք չկենտրոնանանք այդ բարի վրա։ Բայց դուք ինչ ունեք ասելու, որ այսպես մտահոգել էր ձեզ, որ այդպիսի հարց չհնչեց, թե ինչպես է բացահայտվել այդ ենթադրյալ հեղաշրջման մոտեցման հարցը։ Ինձ հետաքրքրում էր նաև մեր մեդիա դաշտի։ Դե հիմա ես հարցում եմ, ինչ ունեք ասելու դուք լրացուցիչ։ Իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։ Դե բայց եթե ասելիք չունեիք, ինչու էիք ուզում որ նման հարց հնչի։ Ես չասեցի, ես ասելիք չունեի։ Ես իմ ասելիքը ամբողջությամբ ասեցի։ Ձեր տված բազմաթիվ հարցերի միջից։ Բայց կա իմ մի բան, որ գիտեք թե ինչպես կոմիտեի աշխատանքի թե շատ լավ ենք վստահում։ Շատ լավ ենք վստահում։ որի շենքից 590,000 $, պարզապես ստանում են։ Շատ լավ։ Ինչպես է գնա։ Հարց տվեցիք, պատասխանեցիք։ Շատ լավ ենք վստահում։ Ոչ, շատ լավ ենք վստահում, հարց տվեցիք, ինչպես է վստահում։ Ասեցի շատ լավ ենք վստահում։ Շնորհակալություն։ Ինչ եք կարծում վերջին հարցը թերևս, ինչ եք կարծում պարոն Բակոյան, հաշվի առնելով Բագրատ Գալստանյանի նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների հանդիպումը նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Ես կարծում եմ սինխրոն աշխատում են, այո, նրանք իրենց ուղղորդումը ազդեցություն ունեցել են այդ։ Այո, կարծում եմ։ Հատկապես որ միասին են աշխատում եւ այո, եւ այսօրվա անդիմության լռությունը եւս դրա մասին էր խոսում, որ միասին են աշխատում եւ ես համարում եմ, որ մասնակից են։ Դուք այսինքն առանց դատարանի վճռի նման հայտարարություն իրավունք ունեմ պատասխանատու անձի տեսանկյունից կարծում եմ դա ես կարծում եմ այո, կարծում եմ ունեմ, որովհետև առնվազն ահաբեկչական ակտ է կասեցվել եւ սա կարևոր իրադարձություն է, որ տեղի չի ունեցել մեր երկրի համար, մեր երկրի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, առասարակ գոյության համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։